Ողջույն, եկեք շարունակենք դիտարկել միասին մաթեմատիկայի թեմանից խնդիրների դիտարկումը։ Հիմա դիտարկում ենք երկրորդ թեմանի A մակարդակի երկրորդ բաժնի երրորդ խնդիրը։ Խնդիրն ասում է հաշվել արտահայտության արժեքը։ Առաջին արտահայտությունը հետևյալն է եւ պետք է հաշվենք իր արժեքը։ Այս արտահայտության արժեքը հաշվելու համար օգտվել եմ երկու հայտնի մեծ բանաձևից։ Առաջինը հետևյալն է, որ A - B անգամ A + B-ն հավասար է A քառակուսի հանած B քառակուսի եւ երկրորդ արտահայտությունը, որ երկրորդ բանաձևից օգտվում հետևյալն է A + B բարձրացած քառակուսին հավասար է A քառակուսի գումարած 2AB գումարած B քառակուսի։ Դե այս ամբողջ արտահայտությունը գրենք հավասար է, եկեք ներքևից շարունակենք։ Վերևում օգտվել եմ հենց առաջին բանաձևից։ Տեսեք, արմատ x գումարած արմատ y անգամ արմատ x հանած արմատ y համապատասխանաբար կտա x հանած y, որտեղ արմատ x-ի քառակուսին դա x-ի հավասար, արմատ y-ի քառակուսին y-ի հավասար։ Ներքևում այդ բանաձևը բացեմ, արմատ x գումարած արմատ y-ը բացեմ, կստանամ արմատ x-ի քառակուսին, որ հավասար է x, գումարած 2 հատ արմատ x y գումարած արմատ y-ի քառակուսին հավասար է y-ի եւ հանած 2 հատ արմատ x y։ Այս արմատ x y-ները կրճատվում են, ստացանք հավասար է x - y բաժանած x + y-ի։ Տեղադրենք արժեքները, այստեղ պլյուսը հավասար է։ Նո x-ի արժեքը 13, այսինքն 13 հանած 3 գումարած 13 գումարած 3 բաժանած։ Հավասար վերևում 10, ներքևում 16։ Սա կարելի է նաև կրճատել, երկուսով կստանանք 5/8։ 5/8-ն էլ իր հերթին հավասար է 0.625-ի։ Լավ, այսքան այս խնդրի հետ կապված, եկեք շարունակենք, հիմա դիտարկենք երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդրում արդեն հաշվել է արտահայտության արժեքը։ Խորհրդաշրջանի արմատ 27B խորանարդ բաժանած B գումարած քառակուսի արմատ 4A քառակուսի բաժանած I, որտեղ A-ն բացասական է։ Հիմա սա լուծելիս հաշվենք առնելու հետևյալ փաստը, որ եթե խորանարդաշրջանի արմատ, այսինքն խորանարդաշրջանի արմատ x խորանարդը դա հավասար է x-ի, իսկ քառակուսի արմատ x քառակուսին հավասար է մոդուլ x։ Հավասար է մոդուլ x։ Հիմա սա ինչ է նշանակում, եթե x-ը մեծ է 0, ապա մոդուլ x-ը հավասար x-ի, սա իր հերթին հավասար է x, եթե մոդուլ x-ը, եթե x-ը մեծ կամ հավասար է 0, այսինքն x-ը դրական է, չէ՞, եթե x-ը մեծ կամ հավասար է 0, եւ -x, եթե x-ը փոքր է 0։ -x ինչ է նշանակում, տեսեք, երբ ասում ենք x-ը փոքր է 0, այսինքն բացասական, չէ՞, օրինակ -5 է, բայց արմատի տակից բացասական դուրս չի կարող գա։ Հիմա հետեւաբար դիմացը պետք է դնեմ մի հատ էլ մինուս, այսինքն -5։ Դրա համար դիմացը մինուս տված է, x-ը -5 է, դիմացը մի հատ մինուս կա, լինում է 2 հատ մինուս, իսկ 2 հատ մինուսը դա տալիս է համապատասխանաբար պլյուս։ Դե ինչ եկեք օգտվենք այս փաստից, մեզ մոտ a փոքր է 0, դա հաշվի առենք։ Հիմա խորանարդաշրջանի արմատ 27B խորանարդը հավասար է 27-ը 3-ի խորանարդն է, եկեք սենց գրեմ, խորանարդաշրջանի արմատ 3B բարձրացած խորանարդ բաժանած B-ի գումարած քառակուսի արմատ 4A քառակուսին կարամ գրեմ 2A բարձրացած քառակուսի, այսպես բաժանած A։ Սա հավասար է։ Հիմա այս խորանարդաշրջանի արմատը սա հետ վերանում, այսինքն այստեղ ստանանք համապատասխանաբար 3B բաժանած B-ի գումարած, այստեղ արդեն մոդուլով է դուրս գալու, գումարած մոդուլ 2A բաժանած A հավասար է։ B-ը կրճատում ստանում ենք 3, A-ն քանի որ բացասական է, այստեղ դուրս է գալու մինուսը, այսինքն հանած 2A բաժանած I։ Սա իր հերթին հավասար է 3 հանած 2, որը հավասար է 1-ի, այսինքն արտահայտության արժեքը հավասար է 1-ի։ Շատ լավ, այսքանը սրա հետ կապված, շարունակենք հաջորդ խնդիրը դիտարկենք, այստեղ եռանկյունաչափական խնդիր ասում, ասում է սինուսը 60 աստիճան անգամ տանգեսը 225 աստիճան, այստեղ հաշվի առնենք հետևյալը, որ սինուսը 60 աստիճանում ինքը հավասար է արմատ 3 երկրորդ, եկեք գրենք հավասար է արմատ 3 երկրորդ, իսկ տանգեսը 225 աստիճանում է։ Նո տանգեսը ոչ թե 225 աստիճանում հաշվի, այլ հաշվի առնենք այն փաստը, որ տանգեսը x-ի համար ինքը պի պարբերություն է, այսինքն կարամ ասեմ, որ հետևյալը տանգես x-ը դա հավասար է տանգես x հանած p, այսինքն ինքը պի պարբերական է։ Օգտվենք այս երկու փաստերից, սա մաքրեմից պետք չի եւ այս արտահայտությունը գրենք հավասար, ներքևից շարունակենք։ Հիմա 1 երկրորդը գրում ենք, սինուսը 60 աստիճանում գիտենք, որ արմատ 3 երկրորդ, այսինքն արմատ 3
երկրորդ անգամ։ Հիմա այստեղ շարունակենք հետևյալ կերպ, այստեղ կգրեմ տանգես 225 աստիճան հանած սպի, սպին 170 աստիճան, հավասար է արմատ 3 չորրորդ անգամ տանգես 225 հանած 180 մնում է 45, այսինքն տանգես 45 աստիճան։ Դες տանգեսը 45 աստիճանում էլ հավասար է 1-ի։ Այսինքն ստացանք արմատ 3 չորրորդ անգամ 1, որը հավասար է արմատ 3 չորրորդ, հետևաբար արմատ 3 չորրորդ ենք ստանում։ Սա այսպես եւ շարունակենք դիտարկենք հաջորդը լոգարիթմ a հիմքով b, եթե լոգարիթմ b հիմքով ab երրորդի i6-ի բան հավասար 3, եկեք դիտարկենք, տեսնենք սրանից ինչ կարող ենք մենք դուրս գրել։ Այս մակրոյում սա ինձ խանգարում է։ Այս չի։ Հիմա սա լուծելու համար ինչ կարանք մենք անենք։ Հետո հիշենք հետևյալ բանաձևը, որ լոգարիթմ x-ի y աստիճան հանած լոգարիթմ նույն x-ի z աստիճանը հավասար է լոգարիթմ x-ի y բաժանած z-ի, այս սրա x-ի y բաժան z-ի։ Հիմա եկեք օգտվենք ստեղից, ունենք ստե ինչ, որ լոգարիթմ b հիմքով i 6 աստիճան բաժանած b-ի 5 աստիճանը հավասար է։ Կամ գրեմ լոգարիթմ b հիմքով i 6 աստիճան հանած լոգարիթմ b հիմքով b-ի 5 աստիճան հավասար է։ Այս լոգարիթմ b հիմքով b-ի 5 աստիճանը կտա ինձ 5, այսինքն այսքան ստացանք հավասար է 5-ի։ Չէ՞։ Նույն այս ամբողջ արտահայտությունը ասում է հավասար է 3-ի։ Հետևաբար կարամ ասեմ, ինչ որ լոգարիթմ b հիմքով i6 աստիճանը հավասար է 3 մինուս 5-ը գնում է աճմաց լինում է պլյուս 5, չէ՞։ Նայեք, լոգարիթմ b հիմքով b 5 աստիճան տալիս է 5, ստեղ մինուս կա, մինուս 5-ը, մինուս 5-ը հավասար է աճմաց տանելուց լինում է պլյուս 5։ Այսինքն լինում է 3 պլյուս 8։ Ստացանք ինչ որ այս 6-ը կարող գրենք դիմացը, այսինքն կարամ ստեղից գրեմ հետևումը, այս մասից շարունակեմ, հա։ Աստիճանային 6-ը գայս է դիմացը, կարամ գրեմ 6 անգամ լոգարիթմ b հիմքով a-ն արդեն հավասար է 8-ի։ Հետևաբար ստեղից հետևում է, որ լոգարիթմ b հիմքով a-ն հավասար է 8 6-րդ, բայց մեզ մոտ տված է a հիմքով b-ն, այսինքն մեր ունեցածը պետք է շրջենք։ Եթե AB-ը մեզ մոտ մենք ունենք b հիմքով a-ն, հետևաբար սա շրջելով կստանանք ինչ։ 6 8 6-րդը կդառնա 6 8-րդ, ստե գրեմ 6 8-րդ, սա էլ որ կրճատենք 2-ով 3 4-րդ։ Այսինքն պատասխանը ստացանք հավասար է 3 4-ի։ Բայց ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գրեք, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։